հոգ կտանես, բայց իմ աղջկա տեղը իմ կողքին է, ոչ թե քո կնոջ։ Խոսքը իմ կնոջ մասին չի, այլ իմ ու նրա տատիկի։ Կարծում ես մոռացել, որ մայրս։ Տիգրան, ես շատ բան եմ հիշում, շատ բան, բայց խնդրում եմ քեզ, նման բան էլ չանես։ Նայում եմ, ես ոչինչ չեմ արել, ուղղակի նա ինքը եկավ ու… Կրկնում եմ ու խնդրում, մի խրախոսիր նրա որոշումները, իմ աղջիկը գալու է ինձ հետ։ Լավ։ Որովհետև իմ աղջկա տեղը իմ կողքին է։ Ոչ մի բան, Տիգրան, ինձ չի ստիպի Արևիկին թողնել ձեր տանը։ Ոչ ես, ոչ նա տեղ չունենք։ Եթե լիներ, մենք վաղուց այնտեղ կլինեինք։ Ես խնդրում քեզ։ Պես մի ասա։ Կներես, բայց ես իրերն իրենց անուններով եմ կոչում։ Ոչ։ Լավ։ Ասենք եթե նա ուզում է մնալ։ Ինչ ասացիր։ Շարունակիր։ Ասում եթե նա ուզում է մնալ, դու չես ուզում։ Ուծե մի քանի օր ավելի մնաս նախատեսածից։ Ես չեմ կարող։ Բայց ինչու։ Որովհետև ես ամուսին ունեմ ու պետք է գնամ։ Որովհետև իմ ամուսինը սպասում է ինձ։ Որովհետև ես ինքս ինքնուրույն չեմ կարող որոշումներ կայացնել։ Որովհետև իմ ամուսինը ոչ միայն ինձ է սպասում, նաև Արևիկին։ Որովհետև իմ ամուսինը Արևիկի համար լավ կարևոր չի։ Ինչի ես փակվել։ Չեմ կարողանում մնամ այս սենյակում։ Այնքան մարդ կա։ Քեզից շատ ինչ չեմ ճանաչում։ Մորդ չտեսա։ Երևի ներսում եմ։ Ինչ է լավ չես։ Չէ։ Անընդհատ գլուխս ցավում է։ Միգուցե մի քիչ պառկ ես։ Չէ, ավելի լավ է տեղ խմեմ, իր դարակի մեջ է ներքևի գտած։ Դա, եկել ջուրը, հա, այդտեղ է։ Բայց նորություն կա։ Չէ, ոչ մի բան։ Բա այդ փաստաբանը ոչ մի բան չի անում։ Դե անում է, ինքը շատ լավ փաստաբան է։ Ամեն հնարավոր բան անում է։ Բայց մի տեսակ ես։ Ես քեզ ասում եմ, հերդ ոչ մի հանցակ չի գործել։ Նա անմեղ է, իսկ այդ նշանակում է, որ վախենալու ոչ մի բան չկա։
Ուղղակի շատ բարդ գործ է։ Այդ անասունները այնքան անօրինական բաներ են արել, Որ ինչ։ Երևի ավելի երկար ժամանակ պահանջվի, որ այդտեղից դուրս բերելու համար։ Ինչքան ժամանակ։ Չգիտեմ։ Ինչքան ժամանակ ասա։ Մի շաբաթ, մի Մարիանա ջան, ամիս։ ինձ լսի, ցավը տանեմ։ Դե փաստաբանն ասում է, որ Ինչքան ժամանակ։ մոտ 6 ամիս։ Ինչ։ Դա ես առավելագույնն եմ ասում։ Ինձ թվում ավելի կարճ կտևի։ Հա դու ասում էիր, որ ամեն ինչ լավ կլինի, որ այդ փաստաբանը աշխատում է, ինչ 6 ամիս։ Դե հիմա Աստվածի։ Հիմա ամեն ինչ ավելի խառն է, քան սկզբում էր երևում, Մարիանա ջան։ Հանգստացի, լավ, հանգստացի։ Ես չի ուզում, որ դու քեզ ված զգաս։ Խնդիր չկա։ Ես գիտեի, որ դու ամուսնացած ես։ Չեմ կարծում, որ դա զարմանալի է։ Իսկ ես չեմ զարմանում։ Տիգրան, դու քո ընտանիքն ունես, ես իմ ընտանիքն ունեմ։ Ու կնախընտրեի, որ այդպես էլ շարունակվեր։ Ու մեր հանդիպումները չլինեին։ Իսկ Արևիկը։ Ես չեմ ուզում ավելորդ բաներ ասել, բայց քո ամուսինը ինչպես է վերաբերվում Արևիկին։ Չհասկացա։ Շատ լավ։ Ինչու ես հարցնում։ Շեոքի մտքովս անցավ։ Տիգրան, Ասեք լավ կարևոր չի։ Տիգրան, եթե դու մտածում ես, որ Արևիկը խուսափում է հանդիպել իմ ամուսնուն, սխալվում ես։ Եթե նման բան լիներ, ես վաղուց դա նկատած կլինեի։ Ես ամուսնացել եմ հենց այն ժամանակ, երբ առանց ապրելու միջոցների էի մնացել։ Նա մեզ շատ է օգնել։ Ու խոսքը իմ մասին չէ։ Ես գնահատում եմ այն, ինչ նա արել է Արևիկի համար, ոչ թե իմ։ Որովհետև իմ համար կարևորը Արևիկն է։ Ես հասկանում եմ։ Բայց ես կան տարի հետո ես շատ կուզեի հնարավորություն ունենալ գոնե մի քանի օր անցկացնել նրա հետ։ Տիգրան, մենք չենք փոխել թռիչքի օրը։ Խնդրում եմ մի արա այնպես, որ Արևիկը ավելի շատ ուզենա մնա այստեղ։ Բայց նա ինքն է ուզում մնալ։ Իսկ դու մի ցույց տուր նրան, որ դա հնարավոր է։ Այդքան բան։ Դա ինձ դուր չի գալիս։